Բարև։ Երկրորդ օրինաց 17 եւ 18 գլուխներում մեջ Աստված կգարկավորե թագավորին, քահանային եւ մարգարեին պաշտոններու ղեկավարումը։ Ասոնք երեք հիմնական պաշտոններն էին աստվածաբեդության մեջ, որ Աստված սահմանեց Իսրայել ազգին համար։ Երկրորդ օրինաց 17:1-ի մեջ Աստված գսե, որ յուրաքանչյուր արարածի անդրանիկը իրեն կվատկանի եւ ամեն բան, որ իրեն զոհ կմատուցանվի, պետք է ըլլա անփից եւ անարատ։ Այս կարևոր դասն է մեզի համար, քանի որ շատեր Աստծո գուտան մնացորդները եւ ոչ լավակույնը։ Երկուքեն 5 համարներու մեջ Աստված գուտա իր բացարձակ օրենքը գրաբաշխության թեմ, որ կդատաբարտե իր առաջին եւ երկրորդ պատվիրաններուն խախտողը։ Գտեսնենք 6-րդ համարի մեջ Աստծո դատաստանը հարևանցի չէր, անհրամայեց, որ երկու կամ ավելի վկաներ լան, որբեսի մարդը մահվան դատաբարտվի իր գրաբաշխության համար։ 8-րդ համարը կբացատրե, որ աստվածաբեդության ժամանակ մարդիկ պետք է երթային քահանային մոտ լուծելու այն հարցերը, որոնց մասին ակնարկություն չկա օրենքին մեջ։ Իսկ 14-րդ համարի մեջ կտեսնենք, որ նույնիսկ թագավորները ունին կանոններ։ Աստված ընտրեց 3 բան, որ թագավորը պետք չէր ըներ։ Ան պետք չէր շատցներ, ցիեր եւ գիներ եւ արծաթ ու ոսկի։ Օրինակ, Սողոմոն անդեսեց այս զսկուշացումները եւ չկործատրեց ցանոնք։ Անոր անհնազանդությունը նաեւ հետակային բաժար դարձավ թագավորության բաժանումին, որ ի վերջո առաջնորդեց Բաբելոնի քերության։ 18-րդ գլուխը կբարունագե Ղևդացի քահանաներուն կանոնները։ Առաջին համարի մեջ կգարտանք, որ Ղևդացիներուն ժառանգություն չէր դրվեր, դերն էր անոնց ժառանգությունը։ Սակայն երկրի փոխարեն քահանաները կստանային զոհեն բաժիններ եւ որոշ առաջին բդուղներեն։ Այսօր նաեւ Աստված մեզ մեկ ակնկալ է օգնել անոնց, որոնք լման ժամանակ կդրամատրեն Աստծո խոսքը քարոզելու։ Ետքը 9-րդ համարի մեջ ունենք Աստծո զսկուշացումը, որ այն ասկերուն քարշելի կորձերուն պես չնեն, որոնց երկրի մեջ կաբրին։ Այսօր մարդիկ խաբված են անդեսանելի աշխարհով։ Այդ տեսակի կորձերը մարդոց կհերացնե Աստծմե եւ կմխրջեզանոնք խավարի եւ թիվահարության մեջ։ 18-րդ համարի մեջ Աստված կհիշեցնե մարդոց, որ անոնք պետք է լսեին իր մարգարեներուն։ Այս մեկը նաեւ անոնց պիտի պատրաստեր լսելու վերջին պատգամապերին Հիսուս Քրիստոսին։ Մեր Տեր Հիսուս շատ անգամներ ասած է. Ես կխոսիմ այնինչ, որ Հայրը գուզե որ խոսիմ։ Ես եկա գադարելու անոր գամքը։ 10-րդ համարը կզսկուշացնե գուշագողներուն, վհուկներուն եւ մերելահմաններուն թեմ, որոնք երբեք չեն գրնար բավարարել մարդուն ցանկությունը գիտնալու քաղնիկներ եւ մութ խորհուրդներ։ Իսկական խորհուրդը Աստված է, ոչ թե գուշագողը, որովհետեւ միայն Աստված ունի իշխանություն աբակային վրա։ Եվ միայն անգրնա ասել, թե ինչ կսպասե աբակային, քանի որ այդ իրեն կպատկանի։ Մարգարեությունը Աստծո խոսքին ամենամեծ ապացույցները մեկն է։ Աստվածաշունչի ամբողջ 1/4-ը մարգարեություն է, որ մեծ մասամբ կատարված է։ 22-րդ համարի մեջ Աստված գերբ մգուտա մարգարեները փորձելու համար։ Անոնք պետք է խոսեին դեղական իրավիճակի մասին, որ պիտի փոխվեր եւ այդ մեկը պետք է կատարվեր ճշգրիտ կերպով։ Այս կերպով մարդիկ պիտի գարենային անմիջապես տեսնել արդյունքները եւ գիտնալ, որ այդ ճիշտ էր։ Եթե մարգարեությունը դրվեցավ, որ դեղի պիտի ունենար հերո աբակային, երբեք չէիր գրնար գիտնալ, թե այդ ճիշտ էր։ Սիրելիներ, թերևս մտածեք Եսայայի մասին, որ մարգարեացավ գուսական ծնունդը, որ պիտի իրականանար 700 տարի ետք։ Եսայայի քրությունները լեցուն են Հիսուս Քրիստոսի մարգարեություններով։ Բայց ան նաև մարգարեացավ ժամանակագից բաներ։ Օրինակ, Եզեկիա թագավորին ուղված մարգարեությունը, որ ասորեստաններուն բանագեն ոչ մեկն էլ պիտի արձակվի քաղաքին վրա, թեև անոնք շրջապատված էին 300,000 հրահրող զինվորներով, եւ այդ մեկը իրականացավ։ Այսօր եկեղեցվո գսվի, որ զսկուշանան գեղեց ուսուցիչներն, քանի որ շատեր ունին քաղցր հանգստացնող ցայմը, որ բարեբաշտ կտվի, բայց այդ Աստծո խոսքը չէ։ Գալով 19-րդ գլխուն կտեսնենք,
որոշ քաղաքներ, որոնք կգոչվեին Աբաստանի քաղաքներ։ Օրինակ, եթե մարդը սխալմամբ ուրիշին սպաններ, այսինքն ոչ դիտմամբ, ան գրնար երթալ Աբաստանի քաղաքը եւ պաշտպանվել մինչեւ արդար դատավարություն։ Իսկ 21-րդ համարի մեջ կգարտանք, որ եթե մարդը հանցավոր գտնվեր, այդ բարակային աչքի դեղ աչք եւ ագրայի դեղ ագրա։ Այսօր սիրելիներ, Աստված գտադե ոչ թե օրենքին հիման վրա, այլ շնորհքով։ Անկիդե, որ մենք երբեք չենք կրնար հասնել օրենքին գադարելիության, բայց մենք ունենք Տեր Հիսուսը, որ ողորմության աթոռն է, ուր մեզի ներում գշնորհվի։ Ամեն։